Պարոն Հովհաննիսյան, նաև ներողություն խնդրում ձեր հերթը խլելու համար։ Հարգելի գործընկերներ, ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, հարգելի պարոն փոխվարչապետ, երթևեկության անվտանգության կոնտեքստում ես կուզենամ խոսել պետության եւ քաղաքացիների հարաբերությունների մասին եւ հարաբերությունների հենց այս կոնտեքստում, որը կարծում եմ անբաժանելի մաս է, որովհետեւ այո, շատ է քննարկվում բազմաթիվ կարգավորումների եւ այլ հարցերի հարցը, բայց շատ կարեւոր է այս թեմայի գաղափարական մասը եւ այս թեմայի շուրջ պետության եւ քաղաքացիների հարաբերությունների հարցը։ Եվ այս կոնտեքստում մենք իրազեկ քաղաքացիների միավորումում առանձնացրել ենք մի քանի խնդիրներ, որոնց կուզենայի այսօր անդրադառնալ։ Մեկը դա իրավապահների օրինակելի պահվածքի հարցն է։ Մասնավորապես այստեղ առանձնացրել ենք մի քանի կետ, առաջինը դա վերաբերվում է այսպես կոչված օպերատիվ համարանիշերին եւ հատուկ կտրոններին, որոնք երբեմն չարաշահվում են եւ երբեմն ըստ էության իրավապահները իրենց թույլ են տալիս երթևեկության կանոնների այնպիսի խախտումներ, որոնք որ այլ քաղաքացիները չեն իրականացնում կամ իրականացվելու դեպքում վարչարության են ենթարկվում եւ սա կարծում եմ որ վատ օրինակ է հանրության համար։ Մյուսը դա մի շարք իրավապահ մարմինների շենքերի շինությունների մոտ տիրող օրինականության հետ կապված վիճակն է եւ սա վերաբերվում է տարբեր իրավապահ մարմիններին, սկսած դատախազությունից, քննչական մարմիններից ԱԱԾ, ոստիկանություն, հաճախ տեսնում ենք, որ, չգիտեմ, այդ հատվածներում, այդ շենքերի հարակից հատվածներում մեքենաները կայանված են մայթերի վրա, մեքենաները կայանված են տարբեր տեղեր եւ սա կարծում եմ եւս շատ վատ օրինակ է քաղաքացիների համար, թե ինչպիսին պիտի լինի առհասարակ իրավապահը։ Երրորդ ենթախնդիրը վերաբերվում է ՆԳՆ-ում ուրեմն կարգապահական ՆԳՆ ծառայողների կողմից իրենց պարտականությունները կատարելու սահմաններում, ոստիկանության ծառայողների կողմից իրենց պարտականությունները կատարելու սահմաններում երթևեկության կանոնների խախտման հիմքով կարգապահական բարույթների հետ կապված հարցին, որը ժամանակին կար, այսինքն ժամանակին ծառայողների նկատմամբ կարգապահական բարույթներ էին իրականացվում եւ գոնե պարզվում էր այդ ծառայողը երթևեկության կանոնը խախտել է իրապես ծառայության անհրաժեշտությունից ելնելով թե ոչ, բայց հիմա վերջին տարիներին ուղղակի համատարած բոլոր վարույթների հարուցումը մերժում եւ առհասարակ ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչությունում չի էլ քննարկվում այս խախտումը արվել էր ծառայության անհրաժեշտությունից ելնելով թե ոչ։ Եվ իհարկե այստեղ վերջի կետը վերաբերվում է նեպոտիզմին, որը ամեն դեպքում կա։ Մենք հաճախ տեսնում ենք, որ վարչարությունը տարբեր ազդեցիկ անձանց նկատմամբ, այդ թվում ուժային կառույցների ծառայողների, ուժային կառույցների բարձրաստիճան ծառայողների հարազատների նկատմամբ այլ է, քան այլ քաղաքացիների նկատմամբ, սրա մասին տեղեկությունները շատ են եւ ընդ որում վերջին շրջանում նաեւ կան տեղեկություններ բարձրաստիճան ոստիկանության բարձրաստիճան ծառայողների, բարձրաստիճան պաշտոնյաների հարազատների կողմից կատարված եւ արդեն իսկ արձանագրված խախտումների բեկանման հետ կապված, որտեղ տեսնում ենք, որ երբեմն այդ բեկանումները մեղմ ասած այդքան էլ հիմնավոր չեն։ Հաջորդ խումբը խնդիրների վերաբերում է վարչարության միասնական մոտեցման բացակայությանը, մենք այստեղ իրազեկ քաղաքացիների միավորումում ուսումնասիրել ենք եւ տեսել ենք, որ միասնական մոտեցում ոստիկանության բարեկային ծառայությունում համարյա չկա։ Եվ քաղաքացու համար պետությունը ինչ որ առումով անկանխատեսելի է դառնում, հա։ Մենք տեսնում ենք, օրինակ Երևան քաղաքի բարեկային ծառայության գնդի 4 գումարտակների մասով շատ էապես տարբերվող վիճակագրություն է։ Այն գումարտակներում, որոնց հրամանատարները նախկին ճանապարհային ոստիկան են, օրինակ շատ ավելի բարձր են արձանագրված ճեկ խախտումները, բայց այն գումարտակներում, որտեղ ծառայողները նախկին ոչ ճանապարհային ոստիկաններ են, շատ ավելի բարձր է հանցագործությունների բացահայտումը, ցածր է ճեկ խախտումների արձանագրումը եւ ճեկ խախտումների մասով գումարտակից գումարտակ 40% տարբերություն կա, թեև այդ գումարտակները լրիվ հավասար ծավալի ծառայություններ են իրականացնում։ Եվ սա խոսում է նորից այն մասին, որ նույնիսկ Երևան քաղաքի գնդում միասնական մոտեցում չկա։
Եվ նաև մարզային գումարտակներում, երբ որ տեսնում ենք, մի շարք չափանիշներով մարզային գումարտակներում շատ տարբեր են։ Օրինակ, եթե նայենք հենց Պարեկի կողմից բեկանվող ակտերի վիճակագրությունը, ինչը պետք է որ հավասար լիներ, մենք տեսնում ենք, որ մարզային գումարտակ կա, որտեղ այդ ակտերի, օրինակ, եթե վերջին որ կարճ ժամանակահատված վերցնենք, վերջին 2%-ն է բեկանվում, մարզեր կան, որտեղ 9%-ն է բեկանվում։ Եվ սա եւս խոսում է նրա մասին, որ հենց Պարեկի կողմից բեկանվան դեպքերի մասն է խոսքը, ոչ թե վերադասության կամ դատական կարգով։ Եվ սա եւս խոսում է նրա մասին, որ միասնական մոտեցում չկա։ Այստեղ հաջորդ խնդիրը նաև այն է, որ պարեկները երբեմն անտեսում են խախտում անող վարորդներին, քանի որ ներգրավված են կանոնադրությամբ չնախատեսված գործառույթների իրականացման մեջ, հա, օրինակի համար, ու եթե պարեկը ներգրավված է ուղեկցման մեջ, ինքը պետք է ուղեկցում սպասարկի, հա, իր ներկայությամբ կարող է ճանապարհային ուղակի բեսպրեդել լինել եւ ինքը ստիպված լինի չարձագանքել, իր տեղում կանգնած մնալ, եւ սա կողքից նայող քաղաքացիների մոտ շատ վատ տպավորություն է ստեղծում, որ այ Հայաստանում նորից անպատժելիություն է, սենց է, նենց այդտենց տպավորություն է ստեղծում, ինչը բավական խնդրահարույց է։ Եվ իհարկե ընդհանուր առմամբ անդրադառնում է ընդհանուր վարորդական կարգապահության վրա։ Եվ նաև վերջին ենթախնդիրը այս բաժնի դա այն է, որ պարեկները հաճախ ուղակի ներեցեք բառապաշարս հավես չեն ունենում իրավախախտների հետևից գնալ, իրավախախտներին վարչարության ենթարկել, առավել ևս եթե զգում են, որ սա ինչ որ կոպիտ ասած թափով մարդ է, այնպիսի մարդ է, ով կարող է հանգարց իրանց համար ինչ որ խնդիրներ կարող է ստեղծել, սա պայմանավորված է մի քանի հանգամանքով, առաջ եւ ուղղակի անտեսում են ճեկ խախտումները, սա պայմանավորված է այն հանգամանքով, որ սա նորից բավական տարբերվում է գումարտակից գումարտակ եւ կան գումարտակ հրամանատարներ, որոնք այլ միջավայր են ստեղծում, բայց կան գումարտակ հրամանատարներ, որոնք որ ըստ էության իրենց ենթակաների մոտ չեն ստեղծում այնպիսի միջավայր, այնպիսի տպավորություն, որ իրանք իրանց մեջքի հետևում կանգնած են։ Եվ սա եւս էական խնդիր է, այս հարցը պետք է լուծվեր նաև պարեկային ծառայության մոնիտորինգի կողմից, որը պետք է պատշաճ վերահսկեր եւ գնար այն պարեկների կողմից, որոնք տեսնում, բայց ոչինչ չեն ձեռնարկում երթևեկության կանոնների խախտման դեպքերով, բայց ցավոք մենք տեսնում ենք, որ մոնիտորինգի ծառայությունը իր գործառույթները պատշաճ չի կատարվում եւ նաև իմպլեմենտացիայի առումով էլի օրինակ այստեղ շատ օրինակներ կան էլի այս վերջի ենթախնդրի տակ շատ օրինակներ կան օրինակ ձմեռային անվադողերի մասով հա բոլորս ականատես եղանք դրա մասին շատ լուսաբանվեց որ այ կառավարությունը համապատասխան որոշման մեջ 2007 թվականի 955 որոշման մեջ փոփոխություններ ա կատարել հավելվածի մեջ եւ ձմեռային անվադողերի հետ կապված կարգավորումներ է մտցվել բայց հետո երբ որ նայում ենք վիճակագրությունը թե լավ իրականում հանրապետությունում քանի վարորդ է վարչարության ենթարկվել X ժամանակահատվածում այդ ոչ ձմեռային անվադողերով կամ այդ կարգավորումները խախտելու համար տեսնում ենք որ իրականում կառավարության որոշման իմպլեմենտացիան համարյա թե չի իրականացվել Եվ մի քանի խնդիր մենք նաև առանձնացրել ենք օրենսդրության հետ կապված, իրականում օրենսդրության հետ կապված խնդիրները շատ են, եւ սա չեմ ուզում նշել որպես ամբողջականություն, բայց մի քանի խնդիր նշեմ։ Մեկը դա այն է, որ պատժիչ մեխանիզմներ ապահովող օրենսդրությունը, քրեական օրենսդրությունը եւ վարչական իրավախախտումների օրենսգիրքը ըստ էության խրախուսում են մարդկանց, որ մարդիկ չստանան վարորդական վկայական, որովհետև գործող կարգավորումներով, եթե դու չունես վարորդական վկայական, դու չես կարող զրկված վարորդականով մեքենա վարելու համար քրեական պատասխանատվության ենթարկվել։ Դու կարող ես վարորդական չունենալով վարել, բռնում են, ոնց էր ասում, հա, բռնում են, դու գանվում ես, մուծում ես, էլի քշում ես, դու գանվում ես, մուծում ես, էլի քշում ես եւ որևիցե ավելի լուրջ լծակ պետությունը այսպիսի պահվածք ունեցող վարորդների համար չունի, այնինչ զրկված վարորդների համար, այսինքն վարորդների համար, որոնք որ վերցրել են, ստացել են վարորդական վկայականը, ավելի համեմատաբար ավելի օրինական պահվածք են ունեցել, ստացել են վարորդական վկայականը, հետո դրանից զրկվել են, իրանց մասով պետությունը ավելի լուրջ գործիքակազմ ունի։ Այս հարցը մի անգամ եւս լսումների ժամանակ քննարկվել է եւ կարծում եմ, որ ամեն դեպքում պետքա քրեական օրենսդրությունում փոփոխություններ կատարվեն։
Եվ հաջորդը վերաբերում է նրան, որ մի շարք արարքներ, որոնք աշխարհի տարբեր երկրներում արդեն ըստ էության զանցանք են համարվում, Հայաստանում դեռևս որևիցե կերպ պատժելի չեն։ Օրինակ վտանգավոր երթևեկությունը, որը վարչական իրավախախտումների օրենսգրքով առանձին սահմանված արարք չէ, բայց աշխարհի շատ երկրներում ոչ միայն զանցանք է համարվում, այլ նաև երթևեկության կանոնների ամենակոպիտ խախտումներից մեկն է, այսինքն վտանգավոր երթևեկությունը շատ ավելի կոպիտ խախտում է համարվում, քան օրինակ լուսացույցի արգելող նշանի տակ երթևեկելը։ Այնինչ Հայաստանում դա որևիցե կերպ պատժելի արարք չէ, ինչը կարծում եմ եւս պետք է փոխվի։ Այստեղ իհարկե իրավաբանները կասեն, որ մեկնաբանությունների եւ իմպլեմենտացիայի հետ կապված ճշգրիտ իմպլեմենտացիայի հետ կարող են խնդիրներ լինել, բայց ավելի լավ է մենք ունենանք ճշգրիտ իմպլեմենտացիայի հետ խնդիրներ, ավելի լավ է մենք ունենանք դատարանում, այո, միգուցե բարձր տոկոսով բեկանված ակտեր, բայց ամեն դեպքում գոնե վարորդների համար հստակ լինի, որ վտանգավոր երթևեկությունը, տենց մի քիչ ժողովրդի լեզվով ասած շաշկի խաղալը պատժելի արարք է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն պարոն Յանիսյան, պարոն Բաբայան, պարոն Յանիսյանին հարցեր չեն կարող լինել, որովհետև ինքը զեկուցող է, հիմնական զեկուցող չի, բայց դուք եթե մտքերի փոխանակման ժամանակ